Հիմա այդ քույրիկ ուզում է տունը ծախի։ Ասում է Հիսուս ջան, տունս ուզում եմ ծախեմ, սաղ տիրոջ հետ էր բանանում։ Ասում է հայտարարություն տամ։ Ասում է Տերը ներսից ասեց մի տուր հայտարարություն, ես մարդ կուղարկեմ տունը կառնեն։ Ասում է я не поверила, բրատաշոտ։ Ասին ունի ջան, ես մնացածին հավատում ես սրան, չես հավատում։ Не поверила, ասում է, վերը не хватило, հայտարարություն տվեցի։ Մենք տիրոջ տեղան ենք, ինչ կանենք։ Խախտած է տիրոջ խոսքը, Տերը ասելա չտաս, քույրիկը տվեց հայտարարություն։ Մի քանի օրից դուրը ծեծում են, երկու կին, տունը վաճառում եք, հա։ Վերջը խոսում են, գին, բան, նայում են, չեն առնում, գնում են, ասում է Տեր, չարան, ասում է վաղը կգան, այդ նույն մարդիկ ու քոզած գումարը կտան քեզ։ Ստանում է։ Հաջորդ օրը այս քույրիկները, այս երկու կանայք գալիս են, նորից զանգը տալիս են դրան, որ մենք համաձայն ենք, ձեր գումարը տալիս ենք, խորհրդակցել ենք, նույնեն ասում է մի հատ հարց տամ, էլի, այս տունը որտեղից եք իմացել, որ վաճառ հայտարարությունից, ասում է չէ, ասում է բա որտեղից, ասում է ձեր շենքի տակով քայլում էինք, պատուհանը բաց էր, ոնց որ գետնից մի կես մետր պատվալն է, հետո նոր շենքն է սկսում, բելիտաժ է, էլի, որ տունը խոնավ չլինի։ Լուսամուտը բաց, տենց լիք շենքեր կա։ Դուք էլ եք տեսել, ես էլ եմ տեսել։ Ասում է լսեցի երկուքին, ասում են գիտես չէ, մեր 5-րդ հարգին ունեն տունը ծախում է։ Այդ երկու քույրիկին ասում են մենք էլ տուն ենք ուզում այդ շենքում։ Ռոստին է։ Աստծո հաշվարկը, լուսամուտը պիտի բաց լինի, Սերուշը։ Տան մեջ հենց այս երկու կանայք անցնում են, այդ տան տերերը պետք է իրար հետ խոսան, մեր 5-րդ հարգին ունեն, տունը ծախում է։ Իրանք մտնեն բարձրանան 5-րդ հարկ, նույն զանգը տան։ Աստված ասել է, վստահությունը տենում եք որ նա շոր, հավատքը տենում եք որ տան։ Տերը ասել է քեզ